Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը նկարչուհի, երգչուհի դերասանուհի Աննա Գրիգորյանն է, ով շատերին հայտնի է որպես Աննա Մինյոն։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Աննա, վստահ եմ հեռուստադիտողներին շատ հետաքրքրում է, ինչու Մինյոն։ Ուզում եմ մի հատ այդտեղից բացահայտումն անենք, հետո անցնենք արդեն մեր բուն զրույցին։ Ձեզ եւս կպատմեմ, չնայած ովքեր որ հետաքրքրված են, կտեսնեն, որ մեծամասամբ հարցազրույցների ժամանակ պատմում եմ, թե ինչու է Մինյոն։ Դպրոցական տարիքում ունեցել եմ մինյոնների կոլեկցիա, այդ ժամանակ մյուսները հավաքում էին Wings կամ Naruto, ես հավաքում էի մինյոններին։ Հետո արդեն համացանցում, որ փորձում էինք խաղերի նպատակով, չգիտեմ, одноклассникում կամ ինչ-որ միտեղ սոցհարթակներում գրանցվել, մտքովս անցավ գրեմ Ան Մինյոն։ Հետո արդեն գնաց, տեսա, որ մենակ Facebook-ում, Instagram-ում մենակ ես եմ Ան Մինյոն։ Իսկ Աննա Գրիգորյանները շատ են։ Հա։ Ու հիմնականում դե նիկնեյմերը, որ մարդկանց տեսողական հիշողության ժամանակ ֆիքսվում է, սկսում են այդպես դիմել, մնաց ու մնաց։ Աննա, դուք ավարտել եք Գեղարվեստի ակադեմիան, այնուհետև սովորել եք Երգի պետական թատրոնում, եւ ի սկզբանե հանրության աչքին երևացել եք որպես երգող դերասան, այսպես ասեմ, նվագող, ավելի ճիշտ, ձեր կիթառով եք հանդես եկել։ Ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ շրջան, ինչպես եղավ անցումը դեպի ճակերտավոր, ասեմ, շոու բիզնես։ Այսպես ասեմ, մարդիկ շատերը չգիտեն էլ անգամ, որ ես նկարում եմ, ու երբեմն երբ որ ես իմ նկարներից ինչ-որ մեկին ցույց եմ տալիս, իրենց կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև նկարներս դիտել Աննայի մասին կարծիք եւ հետոն էլի։ Իրականում շատ չեմ խոսում իմ նկարելու մասին, որովհետեւ որ ասում են «Счастье любить тишину», նկարելը իմ շյաստյան է, այսպես ասած, ես իրան փակ եմ պահում։ Իսկ այն մնացածը ստացվել է լրիվ միամիտ, երբ որ եկել էի Երևան, արդեն ուսանող էի, չէի բավարարվում ուղղակի ուսանող լինելով, փորձում եմ ամեն տեղից հետաքրքրություններ գտնել, սկսեցի երգարվեստում էլ ինձ ճիշտ դրսևորել, ոնց որ ուսում ստանալ, մի քանի խմբակներ գնացի, հետո ասեցի ավելի լավ է երգի թատրոն սովորեմ, որ ասեմ ավարտել եմ կխաբեմ, մի 2 տարի եմ սովորել, որովհետև արդեն եկավ ինստիտուտում դիպլոմայինի պահերը, չէի հասցնում ֆիզիկապես, բայց այն ինչ որ ինձ պետք էր, ես ստացել եմ Երգի պետական թատրոնից, մինչև այդ նվագել եմ կանոն, հետո գիտար ու ոնց որ երգի մեջ էլ էի ուզում էլի ուսում ստանայի։ Հետո տենց գիտարով նվագելով մի քիչ արդեն սկսեցի տեսահոլովակներում, սերիալներում փոքրիկ կերպարներ խաղալ ու ասեմ, որ սիրել եմ միշտ կադրից դուրս լավ դերասանների հետ շփվել, հասկանալ իրենց մոտեցումը այդ արվեստին ու ինչ կարող եմ իրենցից վերցնել։ Տենց ոնց որ գողացել եմ ինֆորմացիաներ, հիմա չգիտեմ դարելը, սենց։ Որքան էլ նշում եք, որ նկարելը ձեր թաքուն անկյունն է, բայց ես չեմ կարող չհարցնել, իրականում ինչ եք նկարում, ինչ եք սիրում ամենաշատը նկարել եւ սովորաբար մարդիկ, ովքեր որ չունեն շնոր, ներկայացնում են իրենց, այսպես ասած, չունեցածը, ձեր դեպքում հակառակ էֆեկտն է, ինչ եք պահում։ Չգիտեմ, իրականում իմ ընկերներից շատերը ասում են, որ այն ինչը որ դու կարողանում ես անես, չես կարող տենց փրփրուն ներկայացնես ու կան իրականում մարդիկ, ովքեր որ փրփրուն ներկայացնում են այն ինչը որ չկա։ Բայց չգիտեմ, կոնկրետ նկարելու հետ կապված մի քիչ մի 2 տարի առաջ իմ հետ դեպք պատահել, դրանից հետո ոնց որ դե պահել եմ իմ մեջ, թող դա իմ ներսի ոնց որ սենց անկյունում էլի մնա չբացահայտեմ, ինչ կլինի։ Շատ լավ։ Նշեցիք, որ տեղափոխվեցիք Երևան եւ սկսեցիք արդեն ձեր գործունեությունը անել։ Որքանով էր դժվար գալ մի տեղ ու սկսել զրոյից։ Ճիշտն ասած, շատ տարբեր է եղել մենտալիտետները, ես Հրազդանից եմ ու միշտ դա պատվով եմ ասում։ Իմ դաստիարակությունը շատ հարցերում ինձ օգնել է։ Ճիշտ է, papan շատ խիստ է եղել, շատ է սահմանափակել ու դա մինչև այսօր ես գնահատում եմ։ Որովհետև երբ որ եկա Երևան, ամեն ինչ շատ այլ էր, անգամ պատկերացրեք իմ կուրսից աղջիկներ կային, որ իրենց դասընկերներին գրկելով էին բարևում, դա իմ համար այնքան օտար էր, ես sense նայում եմ, որ օքեյ, բայց հետո ամեն ինչ փոխվեց ու չգիտեմ,
Կարողացաք ընտելանել, իսկ դեպի ասպարեզ մուտք գործելը որքանով Շատ բարդ է եղել, իրականում շատ բարդ է եղել, մանավանդ երգի ասպարեզ մտնելը, որովհետև papan սկզբից դեմ ա եղել, հետո որ եկա առաջին կուրս, առաջին կիսամյակը խելոքս ուսանող էի, հետո երկրորդ կուրսից ասացի, չէ, ես պետքա երգեմ ու այդ շրջանում դուետրոկից կար, ես իրենց երգերը շատ էի սիրում, հեռուստացույցով դիտում էի ու ասում էի, վայ, նենց կուզեի ես էլ այդտեղ գնայի, ու միամիտ տեսա, որ այնտեղ արդեն ընդունելություն է։ Ոչինչ, որ ես 18 տարեկան եմ, այնտեղ մինչև 18 տարեկանն ընդունելությունը։ Գնացի, սովորեցի, շատ սիրում եմ մինչև հիմա իրենց, ու տենց սկսեց երգը, բայց papan չգիտեր։ Այդ շրջանում ես դիմանկարներ էի նկարում վաճառում, տենց շատ քիչ գումարով։ Այդ գումարը հավաքում էի, տանում էի, որ վարձ տայի այնտեղ սովորելուն, մենակ մաման գիտեր։ Հետո մի օր արդեն երբ որ տեսահոլովակ հանեցին, TV-ով ցույց տվեցին, papan տեսավ, ասեց. «Էս մեր Աննան չի», ու տենց գնաց։ Մի քիչ, արդեն ամեն ինչը ստացվեց։ Ամենակարևորն էր, որ papan իմ վրա չջղայնացավ ու գնահատեց այն քայլը, որ ես թե փոքրիկ գումար էլ աշխատել եմ, կրկին ուսմանս վրա եմ էլի ծախսել։ Իսկ արդեն որպես դերասանուհի ինչպես ընկալեց Աննա Մինյոնին հայրիկը, որովհետև այստեղ հարցը ոչ թե Հրազդանն է, այլ նաև Երևանում ապրող շատ ընտանիքներում միշտ այս մասին խոսում ենք դերասանների հետ, չգիտես ինչու դերասանի մասնագիտությունը դեռևս ինչ-որ սահմանափակ է մենտալիտետում մարդկանց։ Կարծում եմ, որ եթե թատերական ինստիտուտ պետք է սովորի, ով ոչ, այնտեղ այլ բան են ուսուցանում եւ այլն եւ այլն։ Ձեր դեպքում ինչպես եղավ, երբ մեկ օր հայրիկը հասկացավ, որ որ թատերական ինստիտուտում անունը հելածա որ վատնա, մեր գեղարվեստն է, տենց լավն է։ Անկեղծ եմ ասում, արվեստի ոլորտը միշտ էլ սահմաններ պետք չի որ ունենա, ինձ տենց է թվում, համենայն դեպս իմ ասում եմ եւս մեկ անգամ իմ դաստիարակությունը ինձ օգնել է, կապ չունի ես որտեղ եմ եղել, որ շրջանում, ինչ աշխատանք եմ ունեցել, ես մեկը ունեցել եմ իմ ներսի եսը, ես չեմ փոխվել, ունեցել եմ իմ դաստիարակությունը ու իմ ոնց ասեմ սահմանները, որը չի խախտվել երբևիցե ու ես հպարտանում եմ նրանով, որ իմ դասընկերները անգամ երբ որ փոքր տարիքից իմ հետ մեծացել են, շփվել են, հիմա էլ ինձ տեսնում են, ամենաառաջին կոմպլիմենտը իմ համար դա է, որ վայ, չես փոխվել։ Ես դա, չգիտեմ, ես դա լավով եմ, էլի, սենց ասում։ Ու այսինքն հայտնիությունը ձեզ չի փոխել։ Դե ոչ միայն հայտնիությունը, ես նենց չի հեշտ ճանապարհ եմ անցել, բայց երբևիցե սենց չեմ վիպենդրիվացա լինում, ասում ես դժվար ճանապարհ եմ անցել, ես փոխվել եմ, странից էս եմ դարձել, ես մնում եմ մարդտեսակով նույն մարդը, եթե կարող եմ կօգնեմ, եթե չեմ կարողանում, էս պատճառով չեմ կարողանում օրինակ օգնել, բայց կոնկրետ դերասանական ոլորտ մտնելը իհարկե դժվար ա եղել, սկզբից շատ քիչ, սենց ոնց որ տարել եմ դրան, ու այսօր papan ամեն սեղան նստելուց կարելի ասել հպարտանալով կենացս ա խմում, ոչ թե օրինակ համաձայն գլուխը կախում է, սենց ասեմ։ Ի սկզբանե փոքրիկ դերերով եք հանդես եկել, հետո արդեն ավելի պատասխանատու կերպարներ եք մարմնավորել։ Ինչպես եղավ այդ անցումը, ինչպես կարողացաք փոքրիկ դերեր մարմնավորելով միևնույն ժամանակ սովորել ու առաջ գնալ։ Իրականում որ էլի եմ ասում փրփրուն չդառնա ներկայացնում եմ, նենց չի ես ինձանից գոհ եմ։ Հա, հնարավոր է հեռուստադիտողը կամ հեռուստադիտողը լավ թող լինի միայն գոհեն, հա, կոմպլիմենտներ են անում, ասում են, որ լավ է ստացվում, բայց ես միշտ իմ փոքր մարմնից միշտ ավելի մեծ բաներ եմ սպասում ու անում։ Հա, հիմա իմ կերպարը, որը որ ինձ տվել են, մի քիչ բնավորությամբ ինձ նման է։ Դրա համար ես կարողանում եմ իրեն հեշտ մարմնավորել, բայց չեմ կարող ասել, ինչքան էլ ես փորձեմ ասեմ, մինչև չփորձեմ, չեմ կարող ասեմ։ Կարող եմ մի ուրիշ դեր տան, ես այդ չկարողանամ նենց մարմնավորեմ, ոնց որ սա։ Ուզում եմ ասել, միևնույն է, ես կողմ եմ, որ պետք է մասնագիտությունը գնան, ճիշտ սովորեն, կրթվեն, նյուանսները անցնեն, որ իրենց արածից էլ գոհ լինեն ու երբեմն խորհուրդ կամ ինչ-որ դիտարկում ստանալուց պատրաստ լինեն դրան։ Ես հիմիկվա դրությամբ կոնկրետ որպես դերասանուհի եթե ներկայանում եմ, միշտ իմ մեջ կոմպլեքս կա, որ ես չեմ սովորել։ Իսկ եթե օրինակ հարցնեն նկարելու հետ կապված, ես վստահ կարող ասեմ, որ ես լավ նկարիչ եմ, որովհետև ես նենց մարդկանցից եմ կարծիք լսել, որ գիտեմ, որ հաստատ լավ եմ նկարում, բայց օրինակ դերասանության ոլորտում կամ երգարվեստում ես այդ վստահ չեմ կարող ասեմ, որ ես լավ դերասանուհի եմ կամ լավ երգչուհի եմ։
ու ուզում եմ ասել բոլոր ծնողներին, եթե ձեր երեխա երազանքը դա է, մի կտրեք իրան, թող սովորի այն ինչ որ ինքը ուզում է։ Իրականում ես ձեզ այդ առումով եւս հասկանում եմ, որովհետեւ իմ երազանքը եւս դա է եղել տարիներ առաջ։ Աննա, շատ դերասաններ են այստեղ նստած, հենց ձեր միտքը կրկնում, որ այո, որքան էլ որ դու հայտնի բլոգեր ես, որքան էլ որ երգիչ ես կամ ունես պարզապես շատ հետևորդներ, ինչ այսօր տարածված է, նման կերպարները ավելի հեշտ են ընդգրկվում սերիալներում, որովհետև սերիալների ռեժիսորները հաշվի են առնում նրանց ունեցած հետևորդների քանակը եւ այդպես ավելի պրոպագանդվում է նաեւ սերիալը։ Բայց այդ դերասանները եւս նշում են, որ այո, պետք է կրթություն, որովհետև այսօր նախ քիչ առաջ նշածս մարդիկ զբաղեցնում են այնտեղը, որտեղ որ չեն կարողանում զբաղեցնել տարիներ շարունակ պրոֆեսիոնալ կրթություն ստացած դերասանները։ Ուզում եմ խոսենք դե ոլորտի այդ անարդարության մասին, եթե կարելի է դրան այդպես ասել։ Քանի որ դերասանությունը հանրային է, դրա համար էլ այս թեման քննարկվում է հանրային, բայց բոլոր ոլորտներում էլ նույն խնդիրը լինում են։ Օրինակի համաձայն ես ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան, բայց ես ունեցել եմ հնարավորություն աշխատել туриզմի կոմիտեում նախարարությունում։ Իմ մասնագիտությունը այդքան էլ կապ չուներ այնտեղ աշխատելու հետ, բայց ես կարողացել եմ այնտեղ իմ գործունեությունը ծավալել։ Ու հիմիկվա դրությամբ այն մարդիկ, ովքեր որ այդ բուհն են համապատասխան աշխատանքի համար ավարտում, կարան նույն ձև ինձ ասեն, ինչի է եկել իմ տեղը աշխատում, եթե ես օրինակ այդքան ինստիտուտ եմ ավարտում, չեմ կարողանում օրինակ այդտեղ աշխատել։ Կամ օրինակի համաձայն երգիչներն էլ նույն բանը կարող են ասել, որ ամեն քնից զարթնածը որոշում է, որ պիտի գնա երգեր Զապիսանի, գա սկսի երգել, մեր գործին խփի, կներեք, որ սենց հենց պրյամ անկեղծ ոնց կա, տենց արտահայտվում եմ, էլի, բայց տեսեք, նույն ձև էլ նկարիչները Շատ նկարիչներ կան, որ օրինակի համաձայն պրոստը կտավը դնում են, ներկերը վրան սենց ուղակի լղոզում են, այսպես ասած, անունը դնում են ժամանակակից արվեստ, абստրակտ կամ սենց ինչ-որ մի բան։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ իրականում գիտեն դա ինչ է, մեր գեղանկարիչներից շատերը, կարող է չմասնակցեն այն ցուցահանդեսներին, որ այդ абստրակտն է մասնակցել, որ տարիներով դնում տանջվում են այդ նկարների վրա։ Ուզում եմ ասեմ, ընդհանուր խնդիրը կա, ուղղակի չգիտեմ ինչի է միշտ բարձրաձայնվում հենց դերասանական ոլորտը։ Այսպես ասեմ, հիմա ես իմ վրա աշխատել եմ, փորձել եմ այնպես անեմ, որ հասնեմ այս օրին։ Իմ բլոգերական ոնց որ էջում էլ անում եմ այնպիսի բաներ, որ մի քիչ երևա իմ դերասանական ունակությունները։ Ես չեմ կարծում, որ հենց հիմա որտեղ որ ես գտնվում եմ այդ սերիալային պրոյեկտում կապ ունի իմ հետևորդների թիվը։ Չեմ մտածում, որովհետև շեշտեցի այն կերպարը, որ ես մարմնավորում եմ, սերտ կապ ունի իմ բնավորության հետ։ Երբեմն մեր սցենարիստը նենց տեքստեր է գրում, որ իմ զուգընկերների հետ ասում եմ, «Կողա ինքը մեր հետ է միշտ»։ Նենց բաներ, որ իրոք իմ բնավորությանը նման է։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, կարող են նենց կերպար տան, ես չկարողանամ մարմնավորել։ Ու դերասանները, որ անընդհատ ասում են մեր տեղը, երբեմն լինում է, որ այդ դերասանները կարող է այն բյուջեն ուզեն, որը որ օրինակ սերիալը հնարավորություն չունենա դա, հա ես չեմ հերքում, երբեմն բլոգերները այդ հայտնիությունը սերիալում լեւս լինելու հնարավորության համար երբեմն կարան շատ քիչ գումարով գնան նկարվեն, որովհետեւ իրանց ավելի շատ պետք է լինելու հայտնիությունը, քան օրինակի համաձայն գումարը։ Այո, գումարը։ Մեկ էլ այն կարամ ասեմ, որ մեր ինստիտուտում էլ լիքը մարդ սովորել է, բայց ամեն մեկը նկարիչ չի դառնում, կամ ամեն մեկը այդ Աստծո տված շնորհք չունի, նույն ձև էլ կարան թատերականում սովորած լիքը դերասաններ չունենան այդ տաղանդը, որ Աստված տվել է, ուղղակի լինեն բուհը ավարտած, բայց բուհը ավարտելը դա չի նշանակում, որ դու ունես այդ տաղանդը ու պետք է օրինակի համաձայն թեկուզ թատրոնում խաղաս։ Մենք էլ ունեցել ենք լավ նկարիչներ, որոնք օրինակ հասել են իրենց նպատակին, ու ունեցել ենք ուղղակի ինստիտուտ ավարտողներ, եկեք բոլորս էլ ասենք դպրոցում էլ չէ սովորական, կան լավ սովորողներ ու վատ սովորողներ, հո բոլորս էլ չենք գնում այդ ուղղությամբ։ Սա ինձ թվում է ճիշտ եմ, չէ, բացատրում, որ հանկարծ հեյթերներս գնացեք սովորեք որտեղ ուզում եք, լավ սովորեք, որ վերջում ձեր ուզած մասնագետ դառնաք։ Եվ խոսելով բլոգերության մասին, չեմ կարող չանդրադառնալ նաև ձեր այդ ասպարեզ մուտք գործելուն, երբ արդեն հանդես եկաք սերիալում որպես դերասանուհի, փորձեցիք ակտիվացնել էջը եւ չգիտես ինչու մեկ օր ձեր կամքից անկախ դարձաք արդեն բլոգեր։ Ուզում եմ վերադառնանք կյանքի այդ շրջան։ Իրականում բլոգերի մասնագիտության, հանդեպ կարծրատիպային շատ մոտեցումներ կան։ Պատճառը կարծում եմ այսօր
այն է, որ ցանկացած մարդ բարձրապես քնից արթնանում է ու որոշում է դառնալ բլոգեր։ Մեկը մատուցում է խայտարակ կոնտենտ, մեկը մատուցում է ուսուցողական, մյուսը մայրությանը վերաբերող, բայց եթե այսպես տոկոսային հարաբերությամբ նայենք, խայտարակությունը 60% է կազմում։ TikTok-յան հարթակում հատկապես այդ հարթակի մասին չեմ ուզում անգամ մեկնաբանություն թողնել։ Ինչով է պայմանավորված ըստ ձեզ այդ կարծրատիպային մոտեցումը։ Այնքան զգույշ պետք է հիմա խոսամ, որ հանկարծ մի վրիպում չթողնեմ ու խնդրում եմ, եթե հանկարծ ուշեղվեմ թեմայից, մի հատ կգաք էլի հետ։ Մոնտաժային աշխատանքները մեզ հետ են այնուամենայնիվ։ Հա, կոնկրետ TikTok-ի հետ կապված կասեմ այն, որ TikTok-ը եղել է ժամանակին մյուզիկլ, որտեղ մարդիկ պետքա օրինակի համաձայն ու երիտասարդությունը սիրուն երգերի տակ սիրուն պարեր էին ներկայացնում եւ այլն, ինքը ավելի շատ սիրուն էջ էր, հետո դարձավ արդեն այսպիսին ու դա միանշանակ հանրությունն է դարձում այսպիսին, բայց չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր որ հոլովակներ են տեղադրում իրենց TikTok-յան հարթակներում, հետո սկսում են հեյթել TikTok-ը։ Եթե դու TikTok-ում ունես edge ու տեղադրում ես վիդեոներ, դու ուզես թե չուզես համարվում ես TikToker։ Պարտադիր չի դու մտնես լայվեր անես եւ այլն։ Եթե ունես այդ հարթակը օգտվում ես, արդեն TikToker ես։ Քո բանը մի էլի արդարացրու։ Ու ես չունեմ հանգիստ կարծիքս այդ։ Չէ, դա քո մասին չեմ ասում։ Ընդհանրապես, այնպեսի մարդիկ կան, դե TikTok-ը տեղ չի, խայտարակություն է, մտնենք ինչ անենք, ախպեր, եթե դու ունես, մտել ես, նայում ես, արդեն համարվում ես TikToker, օգտվում ես։ Նույն ձև YouTube-ը կարա լինի, նույն ձև կարա WhatsApp-ը եւ այլն, ինչից օգտվում ես։ Ոնց որ դե արի մի ասա, պիտի ասես, որ արել ես։ Ու հիմա եթե TikTok-ից անցնենք Instagram-ին, եթե դու Instagram-ից օգտվում ես, տեղադրում ես քո վիդեոները եւ այլն, դու արդեն համարվում ես Instagram-ի մարդ։ Ու եթե դու վաճառող կոնտենտ կամ ընդհանրապես առօրյա կյանքի կոնտենտ, լայֆսթայլ եւ այլն տեղադրում ես, կարաս ինչ որ մի մասով համարվես բլոգեր։ Իրականում ես 16 թվականից փորձել եմ արդեն Instagram-ում իմ գործունեությունը ծավալել, սկզբից դե մենակ նկարներ էր, հետո նոր սկսեցին ռիլերը հայտնվել, հետո նոր սթորիները, ու այսքան ծավալում բաներ։ Ես միշտ սիրել եմ նկարվել, որովհետև փորձել եմ բացի հայլու մեջ ինձ տեսնելուց, կամերայի միջոցով էլ ինձ տեսնեմ, որովհետև մենք միշտ հայլու մեջ նայում ենք նենց ոնց մեզ ձեռը տալիս, չէ՞, մեզ սիրուն ենք սենց նայում, բայց կողքից միշտ հետաքրքրել է ոնց ես դու ինձ տեսնում, իմ միմիկաներ եւ այլն։ Դրա համար սկսել եմ նկարվել։ Այն ժամանակ լիքը ֆոտոշութեր էի կազմակերպում, ինչ որ կերպարներ էի անում, գնում էի նկարվում էի։ Հետո վիդեոները դա արդեն վիդեոներ եւ այլն։ Վերջապես հասանք նրան, որ դա պետք է անվանվի որպես բլոգինգ։ Հիմա մամաներին բան չունեմ ասելու, թե հիմա 9 ամիս կարող է բան չունեն անելու, իրականում ամեն ինչը սկսեց կովիդից, կովիդի ժամանակ փակ էր ամեն ինչ, մարդիկ պարապ էին, մի բանով պետք է զբաղվեին, տենց սկսեցին բլոգերություն անել, դրա համար մեկի բախտը բերեց շատ բարձրացավ, մեկի բախտը չբերեց, եւ այլն, նույն ձև էլ երևի թե մամաների պահն է, երևի արդեն որ երեխայի հետ դեկրետ են ասեմ, հա, աշխատանք չեն կարող անել, հա, ոնց որ զբաղվում են, էլի կարելի ասել, չգիտեմ, մամաներին էլ մի քիչ կարելի արդարացնել, աղջիկներից մեկն էր, չի ասում, ով մամա է, դառնա մամա բլոգ, այդպես բան մի ասեք, կարող է հիմա ինքն էլ դրանով է զբաղվում, բայց միևնույն ժամանակ չեմ ասում, որ դա հեշտ բան է։ Այն մեր Հայաստանի լավ բլոգերները, որոնք կան, իրոք իրանք դժվար գործ են անում, պետք չի էլ ինչ-որ գործի անուն դնել, որովհետև ես շատ որակով կոնտենտ մատուցող բլոգերներ, որոնց իրականում դժվար է լսել եւ զվարճալի է լսել։ Նենց չի հեշտ է այդ կոնտենտը ապահովելը, դիտումները վերցնելը, հա մեկի մոտ կարող է հեշտ է ստացվում, մեկի մոտ բարդ է ստացվում, բայց իրականում ժամանակ տալիս են, պետք է միտք ունենան այդ վիդեո հոլովակը, հետո ճիշտ կարողանան վաճառք անեն, այսինքն այդ բլոգերը մենակ վիդեո նկարելով չի էլ, ինքը մի քիչ է մարքեթինգից, SMM-ից պետք է գլուխ անի, որ պատվիրատուին օրինակ համաձայն ճիշտ կոնտենտ առաջարկի եւ այլն, նենց չի հեշտ բանը։ Ոնց ես չեմ կարա գնամ պատ շարեմ, այդ մարդու գործը ֆիզիկական գործ է, մերն էլ ուրիշ գործ է, կարող ինքը չկարողանա այդ մոնտաժի ինչ-որ բաները անի, էլի իրականում դժվար է։ Բայց վատ կոնտենտ ստեղծողներին չեմ կարա ոչ մի բան ասեմ, իրավունք էլ չունեմ, դա
ոնց ասած, որ ինչ որ մեկ ինչ որ կյանքով ապրում է, չես կարա քննադատես, նժարի վրա դնես, նույն ձև էլ էսա, չես կարա ինչ որ մեկի ասես, էսի մի արա, մի արա։ Ուղղակի միակ բանը, որից նեղվում է մեր փոքրները, էլի նայելուց եմ նեղվում, որ ասենք կարան այդպիսի բաներ տեսնեն, ինչքան էլ մաման փորձի իր ձեռքին ժամով հեռախոս տա կամ sense ինչ որ բան, միևնույնն է տեսնելու են։ Բայց երբ որ փոքրերն են այդ բլոգերը վարում, դրանց մասին պարզապես չեմ ուզում խոսել։ Կամ իրականում եղել են երեխեք, որ ես նայել եմ, sense լավն է, ուզել եմ support եմ արել, չգիտեմ, սմայլիկներ եմ դրել, որ եթե ինքը իրականում ինձ որպես մինյոն սիրում է, ուրախանա, որ ես իրան կոմենտ եմ գրել, չգիտեմ, բայց չգիտեմ, այդ թո իրանց մամաները, եթե դեմ չեն իրանց ընտանիքը էլի, ես գործ չունեմ։ Եվ խոսելով բլոգերական գործունեության մասին, չեմ կարող չանդրադառնալ ձեր վերջին տեսանյութին, որը մեծ իրարանցում էր առաջացրել։ Մինյոն ջան, վերադառնանք այդ շրջան, պատմեք թե ինչպես եղավ, երբ հայտնվեցիք տվյալ բրանչին ու իրականում տեսանյութը բավականին քննարկվեց եւ տարածում գտավ։ Ինչի բերեց այդ տարածումը։ Դե տարածումը բերեց նրան, որովհետև այդ մարդիկ էլի խնդիր են ունեցել, ենթադրում եմ դա է եղել։ Իրականում ես շատ զարմացած եմ, որ ինքը այդքան տարածում է ստացել, բայց սկսենք սկզբից։ Քանի որ ես արդեն որպես բլոգեր հենց գործունեություն եմ ծավալում մոտ 1 տարի, ասեմ, մինչև այդ եթե ինձ օրինակ համաձայն ինչ-որ միտեղ հրավիրում էին որպես դերասանուհի, որպես երգչուհի, որպես նկարչուհի, այս ժամանակ ես որպես հյուր եմ գնում, այսինքն չունեմ ինչ-որ պարտավորվածություն, ինչ-որ գործունեություն ծավալել համապատասխան տեղ։ Այո։ Ու երբ որ ես այդ ժամանակ որպես դերասանուհի էի ներկայանում, ես օրինակ համաձայն չունեի խնդիրներ հարկայինի հետ, մեր էջերը չէր, խնդիրներ չունեին, այսինքն ու հնարավորություն ունեինք ազատ բոլորին, նոր սկսնակ բրենդերին օգնեինք, տարածեինք, որ եթե օրինակ համաձայն դերասանուհի Մինյոնն եմ, ունեմ հնարավորություն կիսվել նման բրենդի մասին խոսել, խոսում եմ, խորհուրդ եմ տալիս, օրինակ օգտվել եմ, իրոք լավն է, բայց երբ որ դու մտնում ես արդեն բլոգինգի մեջ, ուզես թե չուզես դրա համար հարկ ես վճարում ու պարտավոր ես ամեն ինչը ճիշտ անել։ Հիմա սկսեմ նրանից, թե բրանչը իրանից ինչա ներկայացնում։ Բրանչը մի, այսպես ասած, ճաշկերույթ է, հա, ճաշկերույթ, ճիշտ եմ ասում, չգիտեմ, ինչ որ լանչի ու բանի մեջտեղ ընկած հատվածը, որը հասկացաք, որտեղ օրինակի համաձայն X կազմակերպիչը հավաքում է ինչ որ հովանավորների, ովքեր պետք է գան ներկայացնեն իրենց բրենդերը կամ իրենց պրոդուկտը ու գալիս են օրինակի համաձայն հյուրերի մեջ կարող են լինել եւ դերասաններ եւ ինչ որ հանրային մարդիկ, ովքեր կարան լինեն ուղղակի հաղորդավարներ կամ բլոգերներ, հյուր ու այստեղ պետքա քննարկվի կոնկրետ բլոգերի հետ, բլոգերը գալիս է այդտեղ աշխատանքի համար, թե գալիս է որպես հյուր։ Իհարկե մենք գնացել ենք լիքը բրանչերի, լիքը իվենթների ու եղել է պայմանավորվածություն, որ լինելու է SSSS ձևաչափը, լինելու են այս հովանավորները, դուք եթե գալիս եք օրինակի համաձայն պետքա կիսվեք ձեր սթորիներով այս հովանավորների մասին, օքեյ, խնդիր չկա, աշխատանքը արժի մոտավորապես այսքան դրամ, քո խաթր այսքան կանեմ, որովհետև հարկ եմ վճարում։ Կուզես գամ։ Պայմանավորվեցին, գնում ենք տվյալ բրանչին կամ իվենթին։ Կոնկրետ այս բրանչի հետ կապված, հա, իդեպ բրանչ կազմակերպողն էլ հովանավորներից վերցնում է եւ գումար, եւ նվեր, որպեսզի տա մեզ, որ մենք գովազդենք օրինակի համաձայն։ Դա իր գործն է, մենք չենք խառնվում ինչքան գումար վերցրեց, ինչ նվեր տվեց եւ այլն, դա հարգում ենք, ընդունում ենք։ Բայց դու որպես բրանչի կազմակերպիչ ասել ես մեր սիրուն Լիլիթին, այս բրանչի մասն եմ հիմա էլի արդեն խոսում, ոչ թե ընդհանուր, թե ինչա բրանչը, մենք ինչի համար ենք գնում այնտեղ։ Ես գնացել եմ լիքը իվենթների, որտեղից ինձ նվերներ են տվել, ես եկել եմ նենց փրփրուն եմ ներկայացրել, որովհետև այդ ժամանակ չունեի այդ հարկային խնդիրներ էլի, որպես դերասանուհի սիրուն խորհուրդներ եմ տվել, այսինքն չունենք այդ պահը, որ ես չեմ ուզում դա անեմ։ Ես լավ էլ ուզում եմ, իմ սիրտը այնքան բաց է, որ ես բոլորիդ պատրաստ եմ օգնել, եթե կարում եմ, բայց եթե հիմա դուք խնդիր եք առաջացնում իմ համար, դա արդեն կներեք չեմ կարող անեմ։ Սկսվեց ամեն ինչ այնտեղից, որ ես մի քանի ամիս առաջ ամռանը իմ ընկերուհիներից մեկի հետ գնում եմ Դիլիջան, այնտեղ ինքը ներկայացնում է այս մարդու մասին, որ շատ լավն է, շատ ոգևորված է լինում իր բրանչից, հետո
այս մարդը ինչ որ մրցույթ է կազմակերպում, որտեղ ոսկյա զարդ պետք է խաղարկի։ Ես էլ ոնց որ ընկերուհուս պատմածից ողջավորված ասում եմ մասնակցեմ, կարող եմ իմ լսարանին տեղեկացնեմ, որ սենց ինչ որ ինֆորմացիա կա եւ այլն, մասնակցում եմ ու հենց այդպես էլ տեղադրում եմ, իրան գրում եմ նամակ, որ ընկերուհիս ողջավորված էր ձեր բրանչից, ես էլ ցանկացա ծանոթանալ ու փոքր իմ լսարանի մոտ ուզում եմ, եթե անգամ չհաղթեմ, ուզում եմ իմ լսարանին տեղեկացնեմ, այսպեսի նամակ եմ գրել, բայց նամակի մեջ ոչ մի բան չկար, որ ես ուզում եմ ձեր բրանչին մասնակցեմ կամ սենց ինչ որ մի բան։ Ցանկացած մարդ եթե այդ նամակը կարդա կհասկանա։ Սենց մի քիչ հերվից գալով եմ էլի պատմում։ Գալիս է այդ օրը, երբ որ բրանչի ինքը կազմակերպել է։ Մեր գեղեցկուի Լիլիթին գրում է, որ ում կառաջարկես, որ գա մեզ հյուր։ Լիլիթն էլ դե մեր կամպաշկային է էլի ասում, որոնք միշտ ուրախ, հավեսով, Լիլիթի խաթր պատրաստ են նակրայ զիմլի գնան եւ այլն եւ այլն։ Դե Լիլիթի հետ Լիլիթի խաթր չունենք էլի, տենց պահեր, որ Լիլ ջան գիտես, հարկ ունենք եւ այլն, հյուր է հրավիրել, հյուր ենք գնում։ Հետո ինձ գրում է ինքը, որ մենք ուզում ենք ձեզ հրավիրենք հյուր, բայց Լիլիթը ասեց, որ ժամային խնդիր ունեք։ Ասում եմ, քանի որ ձեր բրանչն է, փորձեմ մի ձև իմ գործերը դասավորեմ։ Ու նենց է լինում, որ երկու գործ ատմենա եմ անում, որ կարողանամ գնամ իր բրանչին ու զգուշացնում եմ, ասում եմ, երրորդ տեղը չի ստացվում։ Ժամային կարամ մի քիչ շուտ դուրս գամ։ Բա սիրուն չի լինի, որ հովանավորները ներկայանան ու դուք շուտ դուրս գաք, ասում եմ, օքեյ, խնդիր չկա, մինչև վերջ կմնամ։ Ու ձեզ շեշտեմ, Լիլիթին սա հարցրել եմ, ասել անպայման կարող ես շեշտել։ Լիլիթը ընթացքում ասաց, երեխեք կարան գնանք։ Ասացի չէ, ես խոսք եմ տվել ես մարդուն, ուրեմն մինչև վերջ մնալու եմ ու անգամ անկեղծ եմ ասում, վերջինի ես եմ դուրս եկել։ Վերջին ֆիդբեքը, որը ինքը հրապարակել էր, ես ասում էի, որ ես նվերն եմ շահել եւ այլն, այդ վիդեոն ես վերջինը նկարել եմ, իրան ասել եմ ստեսություն ու դուրս եմ եկել ու ամեն ինչը տեղը հենց սկսել։ Բրանչը իրականում շատ լավն է անցել։ Ես իմ հոլովակի մեջ եմ ասել, որ լավն է անցել եւ այլն, բայց ամեն ինչ սկսեց նրանից, որ նվերներ էին տալիս, նվերների մեծ մասը նախապես չի քննարկվել մեր չաթում, որ լինելու են SSS հովանավորները, որ օրինակ կամ պարտադիր է լինելու այդ նվերներով կիսվելը։ Հա էլի մենք գիտենք, որ որպես բլոգեր գնում ենք, պիտի օրինակ համաձայն դա անենք, բայց այն դեպքում, երբ որ մեզ համապատասխան վճարը տալիս եք, կարող է ինքը մինչև մեզ այդ չաթ ավելացնել, ինչ որ տեքստեր այնտեղ գրել, բայց երբ որ ինքը մեզ չաթում ավելացրել է, մենք վերևի տեսար ոնց որ չաթերը չենք տեսնում, նոր ենք մտել, չի երևում վերևում ինչեր են իրանք գրել։ Վերջը բրանչը ավարտվելու պես այդ ֆիդբեքը, երբ որ վիդեո հոլովակով թողնում եմ, հենց այդ պահին ինքը ինձ ասում է, իմ հովանավորներին հատիկ առ հատիկ սիրուն կներկայացնեք։ Ինձ էլ ասում է, այդ որ տենց արագ-արագ խոսում ես բլոգերությունից, հա, որ տենց խոսում ես։ Ասում եմ, չէ, ես դերասանուհի եմ, էլի, ոնց որ կարողանում եմ ճիշտ խոսքս ձևակերպել։ Դա եւս մեկ անհարգալից վերաբերմունք իմ նկատմամբ, որ անգամ կանչել ես մեկին, ում չգիտես, ում ես կանչում, էլի, հա, մասնագիտությունը։ Դուրս գալուց Լիլիթի ու այն մյուս մեր ընկերուհու հետ քննարկում ենք, երեխեք, բայց մեզ նախապես չի ասել, որ պետք է հատիկ առ հատիկ ներկայացնենք, պարտադիր ներկայացնենք։ Այս պահը ոնց ենք անելու, նվերներ ա տվել, որոնց օրինակի համաձայն ծաղկի սրահ, կամ ասենք ինչ որ խմորեղենա կամ կոսմետոլոգա, չգիտեմ, հովանավորների հետ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք, էլի։ Այդ մարդկանց համապատասխան ուրիշ մարդկանց հետ մենք գործ ենք անում արդեն տարիներով։ Ինչքանով է ճիշտ, որ մենք մեր համագործակցությունները դավաճանենք, իրենց գովազդենք։ Էն էլ գիտեք ինչն է հարցը, որ վիրավորական է այն, որ նվերները այնպիսի նվերներ է, որ համարժեք չի մեր ստորիի արժեքին։ Եթե օրինակ համաձայն ես պետք է այդ նվերը ուղղակի անեմ iz vejlivosти, որովհետև իրան պատասխանատվություն է ինքը կրում այդ հովանավորների առաջ, ես այդ նվերի գումարից մի բան էլ ավել պետք է տամ հարկ։ Ինչի համար ես վճարեմ հարկ ու այդ նվերից չօգտվեմ, ուղղակի կներեք էլի ինչի համար, պրոստը։ Իսկ եթե խոսենք հագած հագուստների մասին։ Ես կհասնեմ հիմա դրան, էլի, ուղղակի ես ասում եմ շատ նուրբ պետք է այս ամեն ինչը խոսեմ, որովհետև բանը հասել է նրան, որ ինքը անգամ իմ վրա ուզելա գործ հարուցի, ուղղակի հիմքեր չունենալու պատճառով չեն վերցրել այդ գործը, ու ում որ ես պատմում եմ, միանգամից ինձ մինյոն, քեզ ո՞նց կարա տենց բան լինի, անգամ խնդում են, չգիտեմ, էլի, որ ով ինձ ճանաչում է, դա իրոք դիմումը հետաքրքիր է։ Ուղղակի ուզելա, որ ես վիդեոն հեռացնեմ։ Մի խոսքով Լիլիթի հետ քննարկում ենք այդ ամեն ինչը, ասում եմ Լիլ ջան, խնդրում եմ, էլի մեզ քանի որ դու ես միջնորդել, որ գնանք, մեր երեքի տեղը կասես, որ աղջիկները սենց խնդիր ունեն, առանձին նամակագրություն են ունենում, ինքը Լիլիթի հետ էլ չի գալիս ընդհանուր ինչ որ հայտարարի ու որոշում է, որ չաթում պետք է գալասավոյ сообщение ուղարկի, voice։
ձայնային հաղորդագրություն ուղարկի, որի մեջ ինքը ասում է, մենք չենք սիրում ծամծմել, պետք է անպայման 2 օրվա ընթացքում այսօր կամ վաղը մեր բոլոր հովանավորներին անդրադառնաք։ Նմանատիպ ինչ-որ մի բան։ Դե ես էլ որ Լիլիթին հարցնում եմ, ասում եմ խոսել եմ ոչ մի հայտարար չենք եկել, ես որոշում եմ իմ ձայնային հաղորդագրություն ուղարկեմ, որը ասեմ, որ մի հատ 5 րոպեանոց է, մի հատ 3, մի հատ էլ 3։ Ու այդ հաղորդագրությունների մեջ չեկել պատկերացնի ես ինչքան մեղմ եմ փորձում խոսել, որ հանկարծ իրան չնեղացնեմ։ Սկզբից սկսում եմ, որ ես ձեզ շատ հարգում եմ ձեր բրանչի մասին, միշտ լավն եմ լսել, ոնց որ լավ տպավորություն եմ լավ տպավորություններով եմ եկել։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ բրանչին եք հրավիրել, բայց կներեք իհարկե ինձ ոնց որ նեղացնեք, էլի, այս նվերն եք տվել, որը արժի այսքան օրինակ, ես էս է պետք անեմ։ Ես այս համագործակցություն ունեմ ու հատիկ առ հատիկ անուններով ներկայացնում եմ, որ դու տվել ես այս մարդու հետ եմ աշխատում։ Ու սիրուն ասել եմ, կուզեք ձեզ, որ խնդիր չունենաք, մի հատ սիրուն սեղանի վրա դնեմ բոլոր նվերքարտերը, մի սթորիով ներկայացնեմ, որ ոնց որ խնդիր չառաջանա, կամ ուղղակի ուղարկեմ սա հետ ձեզ, որ դուք խնդիրներ չունենաք։ Մեկ ուրիշ բլոգերի հետ կարաք համագործակցեք, նվիրեք, կարող է ինքը շատ շնորհակալ լինի, ես էլի շնորհակալ եմ, բայց կներեք, չեմ օգտվելու, եթե ես չեմ օգտվելու, դա մնալու է այն մյուս իվենթների, նվերների նման, ուղղակի դառնա թղթի կտոր ժամկետ անցնի ու դա կներեք իմ համար աղբ դառնա։ Ուղղակի դեն եմ նետել։ Այդ ինչի են հենց վաղտերը ասում են բլոգերները բան են, կեղծ են։ Հիմա անկեղծ ասել եմ ինչը որ կա ու վատով չեմ ասել, ուղղակի ասել եմ մնալու է, հնանալու է, ժամկետ անցնելու է, դեն նետեմ, դառնալու է աղբ։ Ինչի եմ դա շեշտում, որովհետև ինքը այդ իմ 11 րոպեանոց voice-ից կտրել է աղբ պահը ու տեղադրել է իր հոլովակի մեջ։ Ու հովանավորներն էլ են, որ միանշանակ կարան վիրավորվեն, որովհետև մարդիկ հերիք չի գումար են տալիս, հերիք չի իրենց մեր փոխարեն խոստանում են, որ մենք պետքա սթորի անենք, գովազդենք ու բնազդաբար բլոգերների հանդեպ նեգատիվ ասկսում, չէ, որ մարդուն բերել եք, տվել ենք նվեր, ինքը չի արել սթորի, բայց մեր տեսանկյուն իրանք չգիտեն։ Ես հովանավորներին շատ շնորհակալ եմ իրենց նվերների համար, բայց այստեղ կազմակերպչի խնդիրն է էլ եղել անկեղծ։ Ինքը ինչ անում, իմ voice-երից հետո ուղղակի ինձ չաթից հեռացնում է, բայց այն վերջին գալասավորը, որ ես անում եմ, այդ ընթացքում ինքը տեքստ է ուղարկած լինում, որտեղ ասում եմ մենք վաղը կզանգենք կխոսենք ձեզ հետ, բայց ես արդեն 2.5 րոպե voice եմ արել։ Պարզա որ այդ voice-ը չեմ թողելու պրոստը ջնջեմ, բան եմ ասում, էդ էլ ասում էի նրա մասին, որ ինքը իր մոտ post էր արել հովանավորներին, բայց եթե ես ժամային խնդիր ունեմ, քեզ խնդրում եմ որ մի քիչ շուտ դուրս գամ, պարզա ես այդ ժամանակը ֆիզիկապես չունեմ, չէ, որ մտնեմ քո post-երի մեջ, նայեմ ով է քո հովանավորները, անծանոթ մարդկանց դեմքեր են, ու նայեմ տեսնեմ ով է լինելու, արդյոք ես կարամ գամ թե չգամ, մանավանդ որ դու նախապես ինձ չես պարտադրել, որ ես story պետք է անեմ, հետո ես պարտադրում։ Մի խոսքով այդ voice-ը որ անում եմ, այդ ընթացքում ոնց որ ինքը տեսնի, որ ես իր գրածին չեմ արձագանքում, ասեմ, լավ վաղը կխոսանք, voice եմ ուղարկում, ինձ chat-ից հեռացնում է։ Կներեք, բայց այդ chat-ում կան իմ համար այնպիսի իր ասած հացրակարգ մարդիկ, որ ես իմ համար դա շատ վիրավորական է, երբ որ ինձ ասում են լռի ու դուրս են հանում էլի chat-ից։ Իմ շատ տգեղ սիտուացիա էր իմ համար դա։ Ու հետո այն մյուս բլոգերները, ովքեր որ իմ հետ համակարծիք էին, օրինակ գրել են, ասել են ես story կանեմ այն, որ իմ story-ի գումարին համարժեք է, օրինակ որ գոնե կոմպենսացնեն իրան, ինքը իրանց էլ է ջնջում։ Ու վերջում գրում է, որ դուք այնպիսի ցածրակարգ իվենթների եք մասնակցել, որտեղ եղել է ուղակի տորցիկ ու չայ, ինչ որ հյուրասիրություն, որ դուք մեր level-ի չեք, ես նկատի կունենամ ում կանչեմ մյուս անգամ, օքեյ, ոնց արտահայտվեմ, ասեք, ես չեմ, դուք եք։ Մյուս իվենթների ժամանակ այդ մարդկանց հետ այնպես ենք մտերմանում, որ մենք գնում ենք չայի պիցիայի, բայց դա բնույթ չի կրում իվենթի կամ բրանչի, ուղղակի մտերմացել ենք այնքան, որ այդ մարդիկ մեր հետ level-ի տարբերություն չեն դնում, կարում ենք գնանք հանգիստ թեյ խմենք իրենց հետ։ Բայց այդ թեյը կարող է մենք իր հետ չկարանայինք խմենք, որովհետև ինքը արդեն այդ level-ի տարբերությունները տալիս է։ Այսպես ասեմ, ինչի նկարներից մասին չեմ բարձրաձայնում, որովհետև ես այնպիսի level-ի մարդկանց հետ եմ աշխատում, որ ես անգամ մի օր իրանցից այդ արտահայտությունը չեմ լսել, որ գիտես ինչ կա Աննա ջան, դու այս level-ն ես, մենք այս level-ն ենք, չգիտեմ, կարող բարձր ցածր էդի նկատի չունեմ, ուղղակի այդ մարդիկ երբևիցե չեն ներկայացնում այդ level-ը իրանց։ Այսինքն մարդիկ չպետք է էլի բարձրաձայնեն
գործով արա, ոչ թե ու ասեմ մեկնաբանությունների մեծ մասը, որը բաց դրված է, ես ոչ մեկի անունից ոչ մի բան չեմ ասում, բաց դրված է, լիքը մարդիկ բողոքում են հենց իր այդ բնավորությունից, որ ինքը անընդհատ տարբերություն է մարդկանց մակարդակների դնում։ Այդ չպիտի խոսքով լինի։ Հետաքրքիր է ով է որոշում level-ը։ Ես չեմ հերքում, ինքը շատ լավ մարդկանց հետ է համագործակցում, շատ մարդկանց ընկեր է համարում, ովքեր միշտ իր բրանչերին կան, վաստակավոր արտիստներ կան, բայց տեսեք, ես ամենասկզբից շեշտեցի այն, որ երբ որ ես դերասանուհի եմ, ես չունեի այդ խնդիրը, ու իր գործատուներից մեկը ինձ համեմատում է իր անունը չեմ ուզում տամ, վաստակավոր արտիստներից մեկի հետ, որ տեսեք ինքը գնացել է կիսվել է, տիպը այդ level-ի մարդը գնում է կիսվում է, իսկ դուք չեք կիսվում։ Այդ հավը տանեմ, այդ մարդը հարկային չունի, ինքը բլոգեր չի համարվում, ինքը դերասանուհի է, ինքը կարա իր կոնտենտում ներկայացնի քո նվերները, մենք չենք կարա։ Հիմա ո՞նց քեզ բացատրեմ այդ պահը։ Էլի շնորհակալ եմ, որ ինձ վաստակավոր արտիստի հետ եք համեմատում։ Շատ։ Բայց խնդիրը դրանում չի, էլի, մենք էլի ես ասում եմ սիրտս բաց կներկայացնեի, եթե խնդիր չունենայի մյուս գործատուների, հարկի եւ այլնի հետ։ Վերջը նեղվում եմ նրանից, որ ինքը դրանից հետո անձնական նամակ ինձ չի գրում։ Ինձ unfollow անում ու Լիլիթին ասում, որ ասա թո այդ սեղանի վրա, որ ասում է այդ ձևի story անի, դե parza եթե մեկ story-ով անեմ, դա կարժենա 50,000 դրամ, չէ, ես ընդամենը մի հատ 5,000 դրամ պիտի տամ օրինակ հարկ, օրինակ։ Okay, չէ, որ ես այնպես գներով ասում եմ, հիմա կարող է այսքանով, կարող է ուրիշ գույն լինի, կամ вообще չլինի, բայց ես չեմ հերքում դա ու կասեմ։ Ինքը իր հոլովակի մեջ բոլոր նվերների արժեքները գումարում է իրար ու ասում է 165,000 դրամի նվեր ենք տվել, չարժեր դա 50,000 story։ Յա, այդ որ ես առաջարկում եմ սեղանի վրա դնեմ մի story-ով անեմ, ինձ նորմալ չես կարում ասես, հա Աննա ջանը տենց արա, ինձ ջնջում ես, տանում ես, բերում ես, վերջում նոր 165,000 դրամանոց նվերը որոշում ես, որ հատիկ առ հատիկ չանեմ պարտադիր, այլ մի հատիկով։ Դե որ տենց է 10 հովանավոր ես տվել, 10 հովանավորի ամեն մեկը 550,000 տամ նվերների համար, ոչ չօգտագործեմ, խի։ Ինչի։ Կարող էմոցիոնալ եմ պատմում ներողություն, պրոստը նեղվել եմ շատ նրանից, որ այդքանից հետո ինքը չի հասկանում, որ մեզ իրավունք չունի հյուրին պարտադրի, եթե հյուր ես գնում, դու ես որոշում էլի այդ նվերներով կիսվես, թե չէ։ Եթե հյուր ես գնացել ու ես կանեի, գիտեք, ուղղակի ուզում էի քննարկեի իր հետ։ Ոնց այն մյուսները էլի կանեի, որովհետև տենց թեմաների մեջ չեմ սիրում մտնել։ Ու վիդեոյի սկզբից էլ ասում եմ, ես պատրաստ եմ այս տոսահոլովակը ջնջել, բայց ես ինադու չջնջեցի ինչի համար, որովհետև ինքը եւս մեկ անգամ հերիք չի սթորիներն է պարտադրում, որ մենք անենք։ Հիմա էլ պարտադրում է 24 ժամվա ընթացքում վիդեոս հեռացնեմ։ Այն դեպքում, որ վիդեոյի մեջ ես ընդհանրապես իր անունը չեմ շոշափել, իրան չեմ վատաբանել։ Ինֆլուենսերներին էլ զգուշացրել եմ, որ գնալուց ուղակի ճիշտ ձևով կոմունիկացիայի գաք, որ հանկարծ նմանատիպ խնդիրներ չլինի, ինքն էլ իրան վատ չզգա։ Նվերներն էլ ինչի եմ տեղադրել իմ վիդեոլովակի մեջ, որովհետև եթե ինքը իմ նախկին նամակները story-ում տեղադրում է ուրիշ կոնտեքստով, որ ես երազում եմ իր բրանչին լինեմ, պատկերացրեք, եթե նվերները չդնեի, ինչ էր կարող էր լինել, էլի, ես ուղղակի դա թողում եմ ձեր պատկերացմանը։ Ոչ մի հովանավորի, անկեղծ եմ ասում, ես ուրախ եմ, որ դուք գործունեություն եք ծավալում, միայն հաջողություններ եմ ձեզ մաղթում, ուղղակի ճիշտ մարդկանց հետ աշխատեք ու ճիշտ պայմանավորվածություններով, այնտեղ մեկն էլ գրել էր, որ մեզանից ինքը մեզ չի ասել, որ դուք պարտադիր պետք է story անեք, բալա, բա որ չի ասել ինչի է մեզ պարտադրում։ Մենք ինչ իմանանք, որ դուք իրար հետ ինչեր եք պայմանավորվել, ամենայն դեպս մեզնից եթե պարտադրում է, ուրեմն պահանջներ ունի համապատասխան։ Իր շորի հետ կապված, որը որ ինձ նվիրել է, ես հետագայում սթորիներով տեսել եմ, որ իր բրենդից է լիքը մարդկանց նվերներ տվել, որոնց վրա յարլիկները կա, իսկ իմ շորը, այն որ հետո ասում է ռազմերից եմ բողոքում, բայց անկեղծ իմ հոլովակի մեջ տեղադրել եմ։ Այս հատվածները ամբողջությամբ կեղտոտ, քորքոտված, ասենք, չգիտեմ, լավ, այն մյուս նվերները ես եմ վատը բողոքում եմ, բայց ինչի համար։ Համացանցային տիրույթում բավականին մեծ քննարկումների ալիք էր բարձրացրել ձեր տեսանյութը, ու այս տարբերակով դուք ավելի մատչելի ներկայացրեցիք եւ ավելի մանրամասն ներկայացրեցիք, թե որտեղից եւ ինչու էր ծագել տվյալ խնդիրը։ Ես չեմ էլ բան արել, այդ վիդեոն նկարել եմ, այդ օրը իմ էմոցիաները արտահայտել եմ ու պատրաստ էի հաջորդ օրը ջնջեի, ուղղակի այդ պահին, որ ինձ չաթից ինքը հանեց, ներվայնացած այդ վիդեոն արել եմ ու լավ է, որ ոչ մի վատ բան իրան չեմ ասել, որովհետեւ մարդ տեսակս թույլ չի տվել։ Հետո որ արդեն սենց սթորիներով սպառնում, վիդեոներ ա նկարում, զանգ եմ ստանում, կներեք էլի, ինչի համար, որ կարծիքս եմ արտահայտել։
որ պատրաստ չեմ ինչ որ X նվերը գովազդեմ, որովհետև նեղացնելու եմ իմ գործատուին կամ հարկ եմ վճարելու ու չօգտագործեմ, կներեք էլի, ով կաներ։ Եթե ես հիմա ձեզ նվեր տամ, որը չեք օգտագործելու, բայց դրա համար պիտի վճարեք հարկային, կգովազդեք։ Ես նաև կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի տեսակետ, հա, բլոգերների մոտ, որ եթե ինչ-որ մի բան չեն փորձել, ու մի օրվա մեջ ես այդ բոլորին պիտի դնեմ, որովհետև արդեն հետևորդների կողմից թյուր կարծիք է ձևավորվում։ Տպավորությունը ինչի համար վճարեն, պարզապես ինչ նվիրեն, մարդիկ գովազդում են։ Հենց եկանք մենք այն կետին, որ այդտեղից էլ առաջանում է բլոգերների հանդեպ այդ կարծրատիպային մոտեցումը, որովհետև այսօր մեկը մյուսի հետևից գովազդում են ցանկացած բան առանց փորձարկելու։ Եվ այդտեղ էլ այո, գալիս ենք այն կետին, որ գոնե պետք է հասկանաս, թե ինչ ես գովազդում։ Եթե քեզ հետևում են, եթե քեզ հավատում են, չպետք է խաբես քո հետևում։ Դե բացի այդ էլ մի օրվա մեջ այդքան ստորիները մարքեթինգի տեսանկյունից էլ ճիշտ չի, համ մեր էջի համար, համ իր էջի համար։ Եթե ուղղակի դու գործատուին խոսք ես տալի, որ մենք պետքա ստորի անենք, ծիճկա դնես, որ արել են, ու մենք իրեն օգուտ չտանք, դա ճիշտ գործ չի։ Ես մեկը, եթե դաժե գովազդը անում եմ գումարով, ես անում եմ նենց, որ մի բան էլ ավել լինի, որ ես այդ գումարը վերցնելուց հալալ լինի, էլ ես հենց ասած։ Աննա, եւ ուզում եմ նաեւ խոսենք ձեր անձնական կյանքի մասին։ Վայ, հա, էլի, մի քիչ խոսենք։ Ավելի դրական եւ ավելի գեղեցիկ նոտայի անդրադառնանք։ Շատերը տեղյակ են, որ դուք նշանադրված եք, ունեք ձեր անձնական կյանքը, ինչի հետ կապված եւս տեսանյութեր եք հրապարակում ու շատ հաճախ կիսվում եք հետևորդների հետ ձեր գեղեցիկ սիրո պատմությամբ, ընթացքով, օրերով եւ այլն։ Ուզում եմ խոսենք նաև ձեր կարիերայի եւ արդեն նշանացի դրան վերաբերմունքի մասին, որոշակիորեն խոչընդոտներ ստեղծում են, թե հեշտ է այնուամենայնիվ ունենալ դերասանուհի, նկարչուհի եւ բլոգեր, ընկերուհի նշանած։ Դե քանի որ ես ու Արթուրը սկզբնական շրջանում եղել ենք ընկերներ, այդ շրջանում մենք իրար հետ քննարկել ենք ու ես իրեն միշտ ասել եմ, ես չեմ ոդքասթում եմ գողակից ով պետքա լինի ու այսքան բանի եմ հասել ու դեռ գծել եմ էլ ինչ ճանապարհ պետքա անցնեմ, ինձ փակի չթողնի, որ ես այդ իմ երազանքներին հասնեմ։ Ու ոնց որ ընկերական շրջանից հետո որ անցանք հարաբերությունների, եղել է այտենց մի օր, որ փորձել այնք հասկանա իմ համար կարիերան ավելի կարևոր թե անձնականը, ես իրեն ապացուցել եմ, որ ես ամեն օր պատրաստ եմ իմ ինստագրամյան հարթակը վերացնել, եթե դա քեզ կերջանկացնի։ Ու այդ շրջան հիշում եմ բոլորը ջնջել էի, վերացրել էի ու մի 3 օր տենց մնացել էի, ուղղակի որ իրեն ցույց տամ, որ ես պատրաստ եմ այդ քայլին գնալ, բայց արդյոք դրա կարիքը կա։ Ու ասեց լավ, ինձ համար դա էր կարևոր, կարող ես շարունակել քո գործունեությունը, ես կողքիդ եմ միշտ կպատժվեմ։ Դե սկզբից չէր սիրում նկարվել, առհասարակ չի սիրում նկարվել, իմ բոլոր հոլովակները զոռով ենք մենք նկարում։ Մի քիչ երևում է։ Հա, եթե անկեղծության համար ասեմ։ Շատ այրևում, անգամ սթորիները, որ փոքրիկ բաներ անում եմ, միշտ որ ստիպելով եմ անում։ Ուղղակի սկզբից անում էի, որովհետև շատ տղաներ էին գրում, ուզում էի ցույց տալ, որ իմ կողքը մարդ կա, չնայած դա ոչ մի բան մեր հասարակության մեջ չի փոխում, սա հոգուճի չէր էլի, բայց միևնույն ժամանակ ուղղակի հավեսի համար։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ նշեք, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ընտանիքս, որտեղ որ մեծացել եմ, ծնվել եմ ու ապագա ընտանիքս իմ համար ինձ թվում է դա ամենակարևորն է ու ես շատ եմ իմ կյանքում կարևորում իմ ընտանիքի անդամների թե նախկին թե ապագա անդամների բոլորի կարծիքը իմ կյանքում, կարիերայում, գործունեության մեջ, մեկ էլ ընկերներիս, շատ եմ սիրում ընկերներին։ Շնորհակալ եմ գալու համար, վստահ եմ հետաքրքիր եւ ինչու՞ չէ նաեւ շատերին հետաքրքրող հարցերին տվեցիք պատասխաններ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ավել պակաս կներեք։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։